Այսօր մենք կկատարենք կետադրական վարժությունի, առհասարակ արդեն մի քանի դասաժողով է, մենք կկատարում ենք համեր բնագրերը։ Քանի որ մոտ օրերս դուք թեմատիկ գրավոր աշխատանք, ամբողջ գրավոր աշխատանք, հենց նմանատիպ համեր բնագրերը կկետադրելու։ Այսօր ես որոշել եմ դուք ինքնուրույն QR կոդի ակտիվացման միջոցով նախ կետադրեք համեր բնագիրը, ապա կրկին այլ QR կոդ ակտիվացնելով կատարեք ինքնաստուգին։ Հիմա տեսեք, երկու տիպի QR կոդ ունենք այստեղ, սա ինքնուրույն աշխատանքի համար է, այս մեկը արդեն ճիշտ պատասխաններ ունեցող, այսինքն բնագիրը ճիշտ կետադրված վիճակում այս մի QR-ը ունի։ Հիմա աննաջում այս QR-ները բոլոր սեղաններին դիր, Հալի սեղանում մեկը բավական է։ Հիմա դուք համացած բոլորը ունեք, բոլորը ապահովված եք։ Հիմա դուք ակտիվացնում եք այդ QR կոդը ու ձեր աշխատանքային կոդում, արտադրում եք տեքստը կետադրելով, այնպես ինչպես դուք պատկերացնում եք։ Աշխատանքը լրիվ ինքնուրույն է, խմբային չէ, և դուք անելու եք ինքնաստուգում, ինքնագնահատում։ Պարզ էր։ Էս է։ Տես։ Այս QR կոդը ակտիվացնելուց հետո դուք կտեսնեք համեր բնագրերը, մեկ բնագիր է ավելի ճիշտ։ Այդ համեր բնագիրը գրում եք, ամբողջությամբ և կետադրում եք։ Սկսում եք աշխատել։ Սկսում եք գրել։ Աշխատում եք ինքնուրույն, ստուգելու եք ինքնուրույն, համեմատությունները կատարելու եք դուք ինքներդ։ Երեխեք ջան, ովքեր ավարտում են, մոտենում են, սեղանի վրայից վերցնում են երկրորդ QR-ը, ակտիվացնում եք երկրորդ QR-ը, որտեղ տեքստը ճիշտ կետադրված է։ Կարմիր գրիչով դուք ինքներդ համեմատում եք, եթե կան տարբերություններ, ապա ուղղում եք ձեր սխալները, վերջում կքննարկեք։ Ինչու եք այդպես մտածել, ինչու է սխալ, կամ ինչու է ճիշտ։ Ովքեր ավարտել են, կարող են մոտենալ երկրորդ QR-ը վերցնել։ Բան, ընդուն եկել ենք։ Thank you.
Գիրի հեռախոսից մկարել։ Ստուդիկ։ Կարծում եմ արդեն ստուդիոն ավարտված է։ Ով է, որ համարի անթերի եկրել։ Համարի սխալներ չի արել ունենք, այդպիսի կետան։ Մեկ երկու սխալը կարելի է ասել համարի անսխալ է, ոչինչ։ Ես երկու սխալ եմ։ Ես երկու սխալ։ Իսկ կան հարցեր, թե ինչու է դուք այսպես կետադրել, ինչու է ճիշտը այս մի կետադրությունների հարցեր չունի։ Հարցերում ես արի։ Նախ հեռում ես նախադասությունը այնպես ինչպես դու ես կետադրել։ Հետո գուցե ընկերները քեզ բացատրեն։ Իսկ ո՞ր է սխալը, հիմա գրախտակի վրա ուղումները ցույց տուր։ Ես բացատրեմ ինչ։ Ուրիշ սխալ չկար, կա։ Մի հատ քո գրածինն է, ուրիշ ուղում չես արել։ Զարդել բարից հետո։ Բութը հետադարձել կանդարված։ Երկու սխալ կա այստեղ։ Այ ինչու է։ Այո, սխալներն ուղղեցին, մնացածը ճիշտ է։ Ով կարող է Տեսնեմ իր վրա բութը, որովհետև թեն զեղչված է, եւ հագնապեմ ստորագետը, որովհետև ստորագետը Այո, բազմակի նախադասություններ են, ոչ հագնով է։ Տեսնեն, թե ինչպես կընդունի։ Մենք անցել ենք թե զեղչման, որ թե շախատում զեղչման ժամանակ բութ է դերվում։ Իսկ զարդել բավարից հետո հետադարձել կանդարված։ նախադաս թե հետադաս։ Հետադարձ։ Ո՞րն է մեր դերբերական դարձվածը։ Քայլերին ուղղեց Քաղաքի կենտրոնում գտնվող Ոչ, կրելով, զարդել։ Արիքաձևը գտնումից դերբերական դարձվածը։ Բոլորը նայում եք գրատախտակին։ Կրելով թանկարժեք զարդեր բառակապակցությունը, որը կոչվում է դերբերական դարձված, քայլերն ուղղեց նախադասության համար է ինքը։ Քայլերն ուղղեց երբ կրելով թանկարժեք զարդերը։ Այսինքն մենք պետք է ճշտենք, թե դերբերական դարձվածը կոնկրետ որ բառի նկատմամբ է դիրքը բերում։ Պարզ է, չէ՞։ Մեր պարագայում դերբերական դարձվածը քայլերն ուղղեց նախադասության համար նախադաս դերբերական դարձված է։ Պարզ է։ Okay, հասկացար սպանում շատ տեղավորում ես։ Այլ արտահայտողներ կան, որ այլ հարցեր ևս քննարկենք, թե ամեն ինչ պարզ է արդեն։ Պարզ էր։ Ավարտեցինք մեր այսօրվա դասը։ Ես ձեր զրուցարանում մեր արցան զրուցարանում կտեղադրեք կրկին QR կոդեր, որոնք կակտիվացնեք եւ որպես տնային աշխատանք կկետադրեք համեր բնագրերը։ Նորմալի աշխատանք ինչը արեցիք այստեղ։